Փոքրիկ ձեռքերով ամեն ինչ ինքնուրույն ու ոչ մի նկատողություն գնահատական արվածի կամ չարվածի համար։ Փոխարենը կա ինքնուրույն մտածելու, փորձելու ու արդյունքի հասնելու հնարավորություն։ Մարիա Մոնտեսորիի մեթոդաբանությունն է։ Հենց այս գաղափարով էլ 15 տարի առաջ Հայաստանում սկսվեց Մոնտեսորիի ճանապարհը, որն այսօր շարունակվում է արդեն նոր Մոնտեսորի City կենտրոնում։ Վստահաբար եւ հպարտորեն կարող եմ ասել, որ մենք առաջին Մոնտեսորի կենտրոնն ենք Հայաստանում։ Նպատակը այն էր, որ ստեղծենք մի կենտրոն, որտեղ երեխան կարող է անկաշկանդ եւ առանց որևէ վախերի սիրով հաճախել իր կենտրոն։ 2011-ին Հայաստանում Մոնտեսորիի մեթոդաբանությունը գրեթե հայտնի չէր։ Ընդամենը 35 երեխայով սկսված փոքրիկ կենտրոնը տարիների ընթացքում դարձել է մի ամբողջ կրթական համակարգ Մոնտեսորիի մեթոդաբանության փայտե պարագաներով, որոնք օգնում են զարգացնել երեխայի մանր մոտորիկան, սենսորիկան, խոսքի զարգացումը, ու այս ամենը խաղերի միջոցով։ Օրինակ տեսեք, սրանք կլանակներ են, զսպանակներ են, որոնք երեխայի մոտ զարգացնում են ուժի, սեղմելու չափի զգացողությունը։ Սեղմում են, իրենք պետք է պատկերացնեն նման է ուժը, այս մեկը տեսեք, սա թույլ է, սա ձիգ է։ Ու երբ որ իրենք ինքնուրույն կողմնորոշվում են, դնում են մի կողմ։ Վերջում կարողանում են ստուգել, արդյոք իրենք ճիշտ են զույգ ընտրել, թե ոչ։ Եթե սխալվում են, հոգ չէ, որովհետև Մոնտեսորի մեթոդաբանության սկզբունքն է երբեք երեխային չհիասթափեցնել։ Ընտրության ազատություն հստակ սահմանված կանոններով եւ պատասխանատվությամբ, սա է Մոնտեսորիի մոտեցումը։ Մոնտեսորի խմբասենյակում հստակ գործում են կանոններ, եւ երեխան գիտի, որ այդ կանոնների պահպանվամբ ստեղծվում է շատ արդար մթնոլորտ, որովհետեւ դա բոլորին է վերաբերվում։ Երբ որ երեխային բացատրում ես, այ օրինակ, խնդրում եմ, երբ որ վերցնում օգտագործում ես, դիր իր վայրում, ինչու՞ն է կարևոր։ Ոչ թե չանես դա, այլ ինչու, որ քո ընկերը մյուս անգամ քեզանից հետո ուզում է աշխատել, չկորցնի այդ իրը։ Այսօր արդեն այս մեթոդաբանությամբ 2 կենտրոն է գործում, իսկ Դավթաշենի նորաբաց Մոնտեսորի City-ն դարձել է այդ ընդլայնման ճանապարհի հերթական կարևոր քայլը։ Այսինքն ինչ դուք տեսնում եք, սա ստեղծված է հենց մանկապարտեզի համար։ Բոլոր ստանդարտները պահպանված են։ Ըստ երեխաների հասակի չափանիշներն են պահպանված, ամենը արված է այնպես, ինչպես կարող էր միջազգային լուրջ հաստատություններում։ Այս ամենը նաև մեծ ներդրումներ է պահանջում, դրանց մի մասը վերաբերում է նաև էներգոարդյունավետ լուծումներին։ Մոնտեսորի City-ի նոր մասնաշենքում Կոմվերսբանկի հետ համագործակցությամբ արևային վահանակներ են տեղադրվել։ Դրանք կնվազեցնեն ծախսերը, հնարավորություն տալով խնայված միջոցները ներդնել երեխաների զարգացման համար։ Շատ շնորհակալ եմ իրենց, որովհետև շատ կազմակերպված, շատ արագ, շատ ջերմ մթնոլորտում է ամենը եղել, ես հուսամ դեռ կունենանք համագործակցություններ։ Իսկ ծրագրերը քիչ չեն։ Նորաբաց Մոնտեսորի City-ն արդեն զարգացման հերթական փուլն է նախանշում։ Հաջորդ նպատակը սեփական դպրոց, իսկ սա նշանակում է, որ առաջիկայում կլինեն նաև նոր ներդրումներ, նոր նախագծեր եւ հնարավոր է նոր համագործակցություններ։